15 միլիոն եվրո Հայաստանին Եվրամիությունից խորհրդարանական ընտրություններից առաջ։ Այսօր Բրյուսելում Եվրամիության բարձր ներկայացուցիչ Կայա Կալասն է Հայաստանի արտգործնախարարի հետ նոր ռազմավարական փաստաթուղթ ստորագրելուց հետո հայտարարել, որ պատրաստվում են ֆինանսապես աջակցել Երևանին։ Ռուսաստանն ու այդ երկրի դրածոներն արդեն իսկ սրում են ապատեղեկատվության արշավները Հայաստանում հաջորդ տարվա խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։ Նույն ցանցերն են գործում, որոնք մենք տեսանք Մոլդովայում, գործողությունների սխեման նույնական է։ Արտաքին միջամտությունների բացահայտում, վերլուծություն ու արձագանքում, այսպես է պաշտոնապես ձևակերպում Եվրամիության ներկայացուցիչը այդ հակառուսական օպերացիան, որին Հայաստանի արտգործնախարարի կողմից որևէ արձագանք չի հնչում։ Ավելին, Կալասի մեկ այլ հայտարարությունից հասկանում ենք, որ Միրզոյանը համաձայն է մեղադրանքներին ու հայտնել է, որ հայ հասարակությունը տրամադրված է հակազդել արտաքին միջամտություններին։ Ինչպես հասկացանք Մոլդովայի փորձից, արտաքին միջամտությանը հակազդելը պահանջում է ամբողջ հասարակության կենտրոնացումը։ Եվ մենք ուրախ էինք ձեզնից լսել, որ հենց այդպես է իրավիճակը Հայաստանում։ Ակտիվ քաղաքացիական հասարակությունը եւ ազատ անկախ լրատվամիջոցներն իսկապես անհրաժեշտ են։ Եվրապաշտոնյաները խոստանում են 5 միլիոն եվրոյով աջակցել նաև քաղաքասարակությանն ու լրատվամիջոցներին ընտրությունների նախաշեմին ու օրերին չճնշվելու համար։ 5 միլիոն եվրո աջակցություն ենք տրամադրում արևելյան գործընկերության համար, այդ թվում Հայաստանին, ընտրություններից առաջ ապահովելու ապատեղեկատվության դեմ պայքարը։ Իր աջակցությունը նաև անվտանգային հարցերում է առաջարկում Եվրամիությունը, այդ մասին կետեր կան նաև այսօր ստորագրված փաստաթղթում, բայց թե կոնկրետ ինչի մասին է խոսքը հայտնի չէ։ Ընդունել ենք Հայաստան ԵՄ գործընկերության նոր ռազմավարական օրակարգը, սա ներառում է օրենքի գերակայության ամրապնդումը, Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացումն ու արդիականացումը, ինչպես նաև համագործակցությունը, օրինակ վիզային ռեժիմի ազատականացման և անվտանգության ոլորտներում։ Նաև TRIP ծրագիրն է տեղավորվել Հայաստան-Եվրամիություն քննարկումների օրակարգում։ Հայաստանի արտաքին գործերի նախարարի խոսքով Կայա Կալասի և Մարթակոսի հետ քննարկել են TRIP-ի իրականացման ուղղությամբ կատարվող աշխատանքները։ Ենթակառուցվածքային մեր ծրագրերի իրականացումը զգալիորեն կարող են փոփոխել տնտեսական ու քաղաքական ճարտարապետությունը ամբողջ տարածաշրջանի։ Այս ամենը հիմքեր է ստեղծել մեր այսօրվա նվաճումների համար։ Քիչ առաջ ստորագրված փաստաթուղթը մեր ամբիցիաների վերջը չէ։ Հայաստանում խորհրդարանական ընտրություններից առաջ կանցկացվի Հայաստան-Եվրամիություն առաջին գագաթնաժողովը, Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի ավարտին։ Լիլիթ Սարգսյան, Գագիկ Տեր-Ղազարյան, Հայլուր։ Հայաստանում և աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին։ Սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։